Այժմ երկրի
Որքավեցին զողորքը հրամանի
Imamın hüzünleri yesin kız gider. Amena kalsaydı
մի բարձրանից վրա և մի հիշի իմ չարիքները, մի դատապարտի ինձ նրանց հետ, ովքեր չարիքներով նման ունան, ամենակալն է, թողություն թողնեմ երիս։ Քանի որ դու Աստված ապաշխարողների Աստված ես, ցույց մի քո բարերարությունը և ինձ ամաչունիս, ամենակալ է, թողություն թողնեմ երիս։ Ապրեցրու ինձ ըստ քո մեծ ողորմության, և ես կօրհնեմ քեզ իմ կյանքի բոլոր օրերով, ամենակալն է, թողություն թողնեմ քեզ։ Քեզ եմ Տեր օրհնում երկնքի բոլոր հրեշտակները, և քոն է փառքը բարիքյանս տոնները։ Փառքով և օրհնով և ուրույն սրբով, Այժմ և միշտ և բարիքյանս բարիքներից տոնները։ Աղաչում և լուծում եմ քեզ, Տեր, ների իմ մեղքերը։ Բազմավորոտ է, որովին ինձ, Աստված, քամիր ինձ մեղավորից մեղքերից և ապրեցրու ինձ։ Առաջ ինձ ինձ, գտա ինձ մեղավորցարից, և ողորմի փոխնորից։ Ամենօրյա սրբուհի և միշտ ույս Աստվածածին Մարիամ, բարեխոսիր Տիրոջը ինձ մեղավորիս համար։ Աստծու բոլոր սրբեր, բարեխոսեցեք հորը, որ երկնքում մեզ մեղավորներից համար։ Քրիստոս, որդի Աստծու անողակալ, ընդունիր մեր աղաչանքները, քանզի քեզ են ապավինել մեր անձերը։ Հոսում կենդանանար և պատվական խաչի հաղթող զորությամբ, Տեր պահպանիր մեզ։ Արագիր Տեր քո խաղաղության հրեշտակին, որ անխռով պահի մեզ օր ու գիշեր։ Եվ քո մատուցիության հիշիր մեզ Տեր և կաց փառքանությամբ, հիշիր մեզ Տեր և ողորմի։ Ամենակ
պատրաստը Պողոս Արաքյալի եբրայեցիներին ուղղված թղթից է։ Եղբայրներ, ուրեմն համարձակություն մեծ Հիսուսի արյավ մտնելու սրբարանից ներս, այն նոր և կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար բարակույրի միջով, որը իր մարմինը և մեծ քահանա ունենալով Աստուծո վրա մոտենաց ճշմարիտ սրտով, հավատի ուղղությամբ, սրտներս մաքրած չար խղճանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով, ամուր պահենք անխարտ հույսի դավանությունը, քանի որ հավատարիմ ենք նա, ով խոստացավ, և հոգ տանենք միմյանց սիրո և բարի գործերի որդորելով, և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց և այնքան ավելի որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։ Քանզի եթե կամավոր կերպով ենք մեղաչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում, այլ մնում է դատաստանի աղեղ սպասումը և կրակի կատաղությունը, որ լափելու է Աստծո հակառակորդներին։ Մովսեսի օրենքը արհամարած մեկին անողորմաբար սպանում էին 2 կամ 3 մարդու վկայությամբ, իսկ որչափ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու որդուն և անհապուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի ոգին։ Արդարև ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրեժխնդրությունները, և ես պիտի հատուցեմ, ասում է Տերը, և դարձյալ Տերը պիտի դատի իր ժողովրդին, ահավոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը»։ Ինչպես երկրում իրավունքների է փոխվում, այդպես է կեցնել է փոխվում Աստված։ Ովքից կարող է ես Աստվածը զոհ և կենդանի երկրի գաղտնի է վարդապետով Աստված։ Գիշերների մարդուներով սովորեցին, գաղտնիավերում ասում էին բաստացուներ։ Դա իշերից ովքից կարողում է ինքս զոհ, այս կարալելու է
հետ ճաշ ուտի։ Եվ նա մտնելով Փարիսեցու սեղան նստեց եւ քաղաքում մի մեղավորություն կար, եւ նա իմացավ, որ Փարիսեցու տանը սեղանը նստեց, մի շիշ աշնանիով բերելով կանգնեց Հիսուսի ետևում։ Նրան օգնելու մոտ եւ լացել ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր հապում նրա ոտքերը եւ այդ իմով իսկ Փարիսեցին, որ նրան հրավիրել էր տեսնելով այդ ուրույն ասում էր, եթե սա մարգարեթն է, ապա կիմանալ թե ով կամ ոչ միսի ուտի է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է։ Հիսուս պատասխանեց նրան ասաց. Սիմոն, քեզ ասելու բան ունեմ։ Եվ սա ասաց, ասա վարդապետ։ Եվ Հիսուս ասաց. մի փոխարկու երկու վարդապետ ունեմ։ Մեկը 500 տարեկան մարդն է, իսկ մյուսը 50։ Եվ քանի որ նրանք կապուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ մարդը շնորհեց։ Հիմա ասա, ով ավելի շատ կսիրի նրան։ Սիմոնը ասաց. ինձ թվում է, թե նա ավելի շատ շնորհեց։ Եվ Հիսուս ասաց նրան. ուղիղ դատացի։ Եվ դառնալով կնոջը Սիմոնին ասաց. տեսնում ես այս կնոջը, մտակորում ոտքերիս համար ջուր չտվեցի, իսկ սա իր արտասուքներով թրջեցի ոտքերը։ Եվ իր մազերով սրբեց։ Դու ինձ մի անկյուն չտվեցիր, սակայն սա ահատում մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելու։ Դու յովով գլուխը չոցեցիր, սա անուշ յովով ոտքերս կոցեց։ Դրա համար քեզ ասում եմ, իր անհավատ մեղքերը կներվեն, որովհետև ուժգին սիրեց, քանզի ում շատ է ներում, շատ է սիրում, և ում սակավ, սակավ։ Եվ ասաց այն կնոջը, քո մեղքերը քեզ ներված են, և նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին խոսել իրենց մտքու մասին։ Ով է սա, որ մեղքերին թողություն է տալիս։ Եվ նա ասաց կնոջը, քո հավատքը քեզ փրկեց, գնա քաղաքում։ Թշնամու խաբե պատիր խոսքերը նախընտրեց,
հակառակաբար ջանած ծածկել ամոթալի մերկությունը, մատարված տերևով կարծելով, թե թաքնվում է քո աստվածության ամենատես գիտությունից, և իր մերկի համար պատճառ բռնեց, թե հինը, որ տվեցին ինձ, նայելա պատճառ։ Այդ պատճառով էլ անեծքով ու ցավով կյանք ժառանգեց և ընկավ պահպան ու ապականության գիրկը, ըստ քո աստվածային և անսուտ հրամանի, որ ասում էր, այն օրը, երբ ուտես դրանից կմեռնես, ըստ որի և մեզ վրա թագավորեց մահվան իշխանը, կորուսյանների պահակը, իր երկակայության տակ առնելով մեր բռնությունը, ամենին դարձեց իր ծառաները, լծեց դժոխքի ծառայության խիստ գործին, բայց դու բարեգութ հայ, հաղթվելով քո առատ ու անբավ մարդասիրությունից, չդիմացար տեսնելով քո անարատ ձեռքով ստեղծածին, տարակուսանքների այդպիսի վտանգավոր աղետի մեջ, այլ քո հայրախնամ սիրով, հույժ գորովվելով գթացիր մարդկանց որդիներին և ելար մտվելու Պորուսյանին, առաքեցիր քո միածին ու էակից, քո ծոցածին ու անբաժանելի բանն Աստծուն, որ եկավ և մեր աղքատացած բնության կերպարանք ծրավ, ճշմարտապես մարդացավ, սուրբ և անարատ Հույս Մարիամ Աստվածածնից, իր վրա վերցրեց Ադամի մեղքերը և աստվածախնամ տեսչությամբ իր անձի մեջ կրեց մարդկային բոլոր կարիքները, բացի մեղքից, և եղավ մարդասիրության մտուղ։ Երկնավոր հովիվը եկավ փնտրելով բոլորյան ոչխարին բարձր լեռան վրա, և վերցնելով նրան, դրեց իր կենսամեր ուսին և վերադարձրեց նրան իր հայրական բնակավայրը, որտեղից արդարացիորեն արտաքսվել է։ Իր անպատճաբար մահվան լուծեց անեծքը ու ցավի դատապարտությունը և ավազակների ձեռքն ընկածին վերստին առողջացրեց, կապելով նրա վերքերը, վրան գինի և ձեր լցնելով, նրան աղբանության տալով, քո ամենընկալ ընդհանրական սուրբ եկեղեցու պատվով, որ ժողովում է բոլոր ծրվածներին ու կերեկվածներին և միավորում երկնավոր հորդ որդեգության մեջ և սուրբ խաչի վրա իր հաշտարար և մեղսակավիչ պատարակով իրեն ամբողջովին քեզ ընծայեց մեր փոխարեն և իրենով փոխանակեց մեր պարտքերը և իր սուրբ արյան վերստին ստացավ մեզ և ազատեց բաղսարկուի ծառայությունից, պատրելով մեր հանցանքների դատապարտության գուհակը, որ մեր դեմ է, վերցրեց այն մեջտեղից, գամեց խաչապայտին, զինաթափ արեց իշխանություններին ու պետություններին, հրապարակավ խայտարակելով նրանց մարգության մատնեց, իր անձի միջով, իր աստվածային իրությամբ։ Եվ իշխանական տերությամբ իջնելով դժոխքի ստորին սանդարապետները, ոչնչացրեց աշխարհի կարծեցյալ իշխանի բռնության զորությունը և բարձրացրեց ու լեռնացած ամբարտավանությամբ իրեն ենթարկել մարդկային օգնությունը։ Բարձունքներից եկավ հասավ թագավորը, հզոր պատերազմում ելավ, հպարտացածին բարձունքներին ու կապեց հսկային, ավերելով նրա ամրոցները, հափշտակեց նրա գանձերը և արքայական պատկերը կրկին մտցրեց դրած, որտեղից հանել է, տալով 7 շնորհները
կանգնեցրեց, որովհետև նա ծաղիկ էր Էսեի արմատից, և իջավ նրա վրա Սուրբ Հոգին, որին անվանում են իմաստության և հանճարի, գիտության և Աստված պաշտության Հոգի, և լցվեց օգով և յուղով սրբությամբ, որովհետև ուր Տիրոջ երկյուղն է, այնտեղ պատվիրանապահություն է, և ուր պատվիրանապահությունն է, այնտեղ չկա ոչ մի հանցանք, քանզի վերցրեց մեր հանցանքներն ու վերացրեց մեր ցավերը, և քեզ միայն ճանաչել տվեց, որպես ճշմարիտ Աստված, ողջերի ու մեռելների, խաչի վրա, իր արյան խաղաղության հաստատելով երկնքում և երկրի վրա, քո քաղցր սիրո կամքը հաճելի դարձրեց արարածներին, քանզի քանդեց պատնեշը, վերացրեց միջնորմը, որ խափանում է և արգելում է մեր փրկությունը, հեռացրեց փոցենեն սուրը, որով սերովեները շրջապատած էին պահում կենաց ծառի ճանապարհը, քանզի մեզ հետ եղավ ճանապարհ, ճշմարտություն և կյանքը Հիսուս Քրիստոս, ով առաջնորդեց մեզ փրկավեր կյանքի, երկինք տանող ճանապարհով և անցկացրեց պետություններից և իշխանություններից էլ վեր և կրակուսելով հավատացյալներին ասաց. «Քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին, և ձեզ իշխանություն տվեցի ոտնակով հանելու օձերի և կարիճների և թշնամանվող զորությունը, որի համար է համարձակվում ենք ասել. ուր է մահ քո հաղթանակը, ուր է դժոխք քո խայթոցը, քանզի փրկվեցինք և ազատվեցինք քո միածին Որդու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյան, որի հետ քեզ Հորը և Սուրբ Հոգու վայելում է փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյան Սավիտենից ամեն։ Խաղաղություն ամենեցում։ Աստծո Տերուհի Մարիեսի։ Եվ արդ, ով Տեր Աստված մեր, բարերար և բազմակուն, որ այսպեսի անճար փառքի ու անպատում բարիքների հաղով դարձրեցիր մարդկային ազգին, որով մեծարեցիր քո միածնի ծնունության միջոցով, որ գալով լրումին հասցրեց օրենքում ու մարգարեություններում բոլոր գրվածները, իր քաղցր վարդապետությամբ ժողովեց մարդկանց սրված ազգերը և միավորելով միացրեց բոլորին միաբան սիրով, մի հավատի և մի հույսի մեջ իր կոչումն առարճական խնամքի գտության քով և բացեց ողջ տիեզերքի փրկության ճանապարհը, պարգևելով Սուրբ Հոգու կենդանության առհավատյան նորածին ժողովրդին, արագացնիր մանուկներին, պատրաստելով ապաշխարության դերն ու սպեղանին, իրարատ մարդասիրությամբ ասելով. չեկա կանչելու արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության, և դարձյալ, թե եկեք ինձ մոտ, բոլոր օգնածները ու մեղավորները ու մեղքով ծանրաբեռնվածները, և ես կհանգստացնեմ ձեզ։ Եվ մխիթարով աստվածախոս ձայնով որդորելով, քաջալերեց ամենքին հնազանդվելու աստվածաճոն ծառայության լծին ասելով. «Իմ լուծը ձեր վրա վերցրեք և սովորեցեք ինձանից, որ հեզ եմ և սրտով ունար,
ճանաչարից մեր ես կամքով կնկանք նրա մեծասեր ու կամավոր կամքի թակարդը, հեռանալով քո հայրական սիրո առաջական գտնությունից և տարագրվելով երկնային հորը ժառանգության որդեգրությունից, և զուշության չպայեցին քո հայրենարդուր մեծության ու էգոյվոր մեծաշոր փրկության գանձերը, մաքրությունը, անմեղությունը,